Հայկական կողմը պիտի ներկայացնի առավել ցայտուն, թե Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան դեռ դնում ենք մի կողմ ՆԱՏՕ-ի որոշ սահմանափակումներով հանդերձ, ինչ քայլերի կարող են գնալ այստեղ խաղաղության գործընթացը տորպեդարելու համար, որովհետև շատերի համար գուցե պարզ չի Ալիևը ինչ նպատակներ ունի, առերևույթ անընդհատ խոսում է խաղաղությունից, շնորհակալություն է հայտնում Թրամփին, բայց արևելյան դիվանագիտությունը շատ է տարբերվում եվրոպական դիվանագիտությունից եւ տեսնելով այն, թե ինչպես է Պուտինը կարողանում Եվրոպային եւ ԱՄՆ-ին դիվանագիտական հարթակում պարտադրել իր լուծումները, ցույց է տալիս, որ երբեմն նույնիսկ Ամերիկայի նման գերհզոր պետությանը պետք է ներկայացնել, թե իրականում իրավիճակը ինչպիսին է Հարավային Կովկասում։ Միտումը հենց դա չէր, որ վարչապետը ՄԱԿ-ի ԵԽԽՎ-ի ամբիոններից հենց փորձեց արձագանքել եւ ներկայացրեց, թե օրինակ նույն Զանգեզուրի միջանցք արտահայտությունը ինչքան վտանգավոր է Հայաստանի համար եւ նաեւ հասարակությունը ինչպես է դա անցալում։ Դրա համար եմ ես միշտ նշում իմ եթերներում, որ պիտի պատասխանել, այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն պիտի դա թողնի ԱԳՆ մամուլի խոսնակին կամ իր մամուլի խոսնակին, բայց դիվանագիտական աշխատանքում մենք անընդհատ պիտի ցույց տանք եւ մենք դա պատմությունից գիտենք, որ Ալիևը իր խոսքի տերը չի լինում եւ դա Պուտինի նման PR կարող է լինել, խոսել խաղաղությունից Ուկրաինայում, հաջորդ օրը ռմբակոծել Կիևը։